առաքելությունը եւ սկզբունքները։ Խնդրեմ, պարոն Կարապետյան։ Սիրելի հայեր, ողջունում եմ ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնելու։ Այսօր այս դահլիճում այնպիսի պայծառ դեմքեր են, այնպիսի իրապես հայեր են, նվիրյալ հայեր են հավաքվել, որոնք անցել են հարուստ ճանապարհ, որոնք անմնացորդ նվիրված են Հայաստանին եւ հայությանը։ Մեր համար այսօր կարևոր է, որ մենք այստեղ միասին ենք եւ շնորհակալ եմ ձեր ներկայության համար, որովհետեւ պետք է միասնաբար ելքեր փնտրենք ստեղծված այս գոյաբանական ճգնաժամից։ Մեզ համար ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ ոչ մի առանձին վերցված, ոչ մի հասարակական միավոր ի վիճակի չի հաղթահարելու մեզանում ստեղծված այս խորքային ճգնաժամը։ Մենք մեր առջև բազմաշերտ սպառնալիքներ են եւ մարտահրավերներ։ Մեր մեծերը, որ մշտապես կոչ էին անում միասնության, այսօր այդ միասնության կոչը լրիվ այլ երանգ եւ որակ է ստանում։ Եվ սա ոչ միայն հնարավոր է, շատերը, որովհետև տարակուսում են այդ միասնությունը չի եղել, հայությունը երբեք չի կարող միասնել, մի բուր դառնալ, բռունցքվել եւ այլն, ես կասեմ ուղղակի ոչ միայն հնարավոր է, այլ դա մեր փրկության եւ վերածննդի միակ միջոցն է։ Սիրելի քույրեր, եղբայրներ, մեզ անհրաժեշտ են իրապես արագ, խորքային եւ համակարգային լուծումներ եւ փոփոխություններ, որոնք կունենան հենքային երկարաժամկետ ազդեցություն մեր պետության եւ ողջ հայության համար։ Մենք պարտավոր ենք սկսել մտածել եւ գործել որպես մեկ միասնական մարմին։ Միասնական հայություն, ոչ միայն մեզ կապող անցյալով, այլև ներկայիս իրար համալրող շահերի առկայությամբ եւ ապագայի հավաքական տեսիլով։ Այս բախտորոշ եւ խրթին ճանապարհը մենք առաջին հերթին պետք է սկսենք հասարակությունից։ Երկար ժամանակ, բայց հատկապես այս վերջի տարիների ընթացքում օտար, ապազգային, երբեմն հակապետական բջիջներ են ներարկվել մեր հասարակական մարմնի մեջ, որը լինելով բարդ կառույց, փոխակերպման ենթակա, մշտական, մեր դեպքում ցավոք սրտի ընթացել է բացասական ուղղությամբ։ Ստեղծված պայմաններում, երբ օտարածին բջիջները սկսում են կլանել եւ շարունակում են կլանել հայկականը, խարխրելով մեր պետության եւ մեր ինքնության հիմքերը, առաջնային խնդիր է դառնում մեր հասարակական մարմնի իմունային համակարգի վերականգնումը։ Առանց առողջ ազգային թեկուզ սակավաթիվ բջիջների դիմադրողականության հետևողական ուժեղացումը, միավորների հասարակական, անհատների, շարունակական համախմբման, նրանց միասնական թիրախային գործունեության կազմակերպման միջոցով այլ ճանապարհ չկա։ Մենք վաղուց պետք է սկսեինք հասարակության հետ աշխատանքը եւ այն թիրախավորված քաղաքականությունը, որը տարբեր կենտրոններից եւ տարբեր տեղերից իրականացրել են, բայց ոչ հայկական եւ ոչ ազգային հենքի հիման վրա։ Համահայկական հասարակական դաշինքը փորձելու է իրականացնել հենց այդ առաքելությունը։ Վստահ եմ, որ պետականակենտրոն, հայակերտ, հայամետ,
Հասարակության ձևավորման միջոցով է միայն հնարավոր կառուցել իսկապես ազգային պետություն։ Սա մեր այսօր առաջնային խնդիրներից մեկն է։ Այդպիսի պետականության, հայկական պետականության կայացումն ու կերտումը։ Մեզանում հենց այդպիսի հասարակության բացակայությունն էր, որ չէ՞ մենք շատ ենք խոսում դրա մասին, որ այսպիսի այս վերջի տարիների այս ողբերգական զարգացումներից հետո, այսպես ասեմ, մեղմ ասած, ոչ համարժեք պատասխան տվեց մեր հասարակությունը տեղի ունեցող զարգացումներին։ Սա է հենց դրա պատճառը, որովհետև այդ հասարակությունը չի ձևավորվել, հայկական հասարակությունը։ Սիրելի հայրենակիցներ, շուտով Հայաստանին սպասում են բախտորոշ ընտրություններ։ Գիտեմ բոլորիդ մտքում այս հարցը կա, թե ինչ կարող է դաշինքը անել այս ընթացքում։ Դաշինքը լինելով, ինչպես ասեց իմ սիրելի գործընկեր Թաթուլ Մանասարյան, ապակուսակցական հասարակական միավորում է, որը նաև փորձելու է, որովհետև քաղաքական դաշտն է մեր, բայց այս հասարակության եւ քաղաքական դաշտի խզվածքի մասին մի քիչ ավելի երկար նյութ է, ես չեմ ուզում այսօր ձեր ուշադրությունը սևեռել դրա վրա, բայց ուղղակի կասեմ, որ մենք ձևավորել ենք 6 հիմնական սկզբունքներ, որոնց շուրջ պետք է սկսենք քաղաքական ուժերի հետ, այն ուժերի, որոնք ձգտում են իշխանության եւ ձգտում են փոփոխությունների Հայաստանում, որպեսզի դրանից հետո մենք կարողանանք այդ քննարկումներից հետո այդ 6 սկզբունքների շուրջ հանդես գալ մեր հասարակության առջև, ուրեմն մեր պատկերացումներով եւ մեր դիրքորոշումներով։ Այս process-ը մենք անմիջապես այս մեկնարկից հետո սկսելու ենք։ Ուրեմն առաջի կետը, որը մեր սկզբունքների մեջ է, դա Հայաստանի Հանրապետության, ես ուզում եմ ուղղակի կարդալ, որպեսզի սխալ բան չլինի, ինքնիշխանությունը, նրա անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չի կարող հանդիսանալ որևէ սակարկության առարկա։ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանները եւ պատմական տարածքները պետք է պաշտպանվեն ռազմավարական հստակությամբ եւ աննահանջ վճռականությամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշում եւ գործողություն պետք է առաջնորդվի բացառապես հայ ազգի ու հայկական պետականության գերագույն շահերով։ Որևէ այլ շահ չի կարող գերակայել կամ խաթարել դրանք պաշտպանելու եւ առաջ մղելու պարտականությունը։ Երկրորդ, գլոբալացման եւ ժողովրդագրական մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարումը պետք է ամրապնդի ազգային ու քաղաքակրթական ինքնությունը, հոգևոր, կրոնական եւ ընտանեկան արժեքները, սոցիալական արդարությունը եւ ժողովրդագրական կենսունակությունն, աճը, երիտասարդության, կրթության ու մշակութային ոլորտներում հստակ, գիտակցված եւ թիրախավորված մարդակենտրոն պետական քաղաքականության միջոցով։ Դրանք պետականության շարունակականության եւ հասարակական համախմբվածության տարրերն են։ Երրորդը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է մնալ ազգային ինքնության ու բարոյական ուղեցույցի հենասյուն։ Կառավարությունը պետք է ունենա արդյունավետ ու պատասխանատու հարաբերություն եկեղեցու հետ, խթանելով հոգևոր վերածնունդն ու բարոյական առաջնորդությունը հանրային կյանքում, բացառել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին որևէ միջամտություն։ Չորրորդ, անհրաժեշտ է պաշտպանել Արցախահայության մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը բոլոր միջազգային ատյաններում։ Արցախի հիմնախնդիրը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը։ Հինգերորդ, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հետապնդել արդարադատության իրականացումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիման վրա համարժեք հատուցումը Թուրքիայի կողմից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած էթնիկ զտման եւ պատերազմական տարբեր հանցագործությունների համար։ Դա ենթադրում է իրավական, դիվանագիտական եւ այլ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում, ապահովելու այդ երկրների պատասխանատվությունը միջազգային արդարադատության առջև։
6-րդը աշխարհասփյուռ հայությունը, որոնք հիմա մեզ լսում են, միացել են, ազգի անբաժանելի մասն է։ Հայաստանի Հանրապետության կառավարումը պետք է ձևավորվի այնպես, որ հնարավորություն տա Սփյուռքին ներգրավվել ազգային զարգացման, որոշումների կայացման և պաշտպանության գործընթացներում։ Միասնական ազգային քաղաքականության իրականացումը համահայկական գործուն և համակարգված մեխանիզմների ձևավորման միջոցով կխորացնի և կամրապնդի հայության հոգևոր, տնտեսական և քաղաքական միասնությունն ու ընդհանուր ներուժը։ Եվ վերջապես մի քանի խոսք ասեմ համահայկականության մասին, որի մասին խոսել եմ ոչ մեկ տասնյակ տարի։ Դաշինքի անվան մեջ արդեն եզրը հուշում է ձեզ և արդեն խոսվեց մի փոքր այդ միասնության և մեր համահայկականության այդ մտածելակերպի արմատավորման, մեր բոլոր որոշումների և մեր կենսական հարցերի շուրջ այդպիսի համահայկական որոշակի մտածելակերպ և գործելակերպ ձևավորելու։ Սրա ամենակարևոր և ճանապարհը, և մենք ստեղ հեծանիվ չպետք է հորինենք, դա համահայկական գործուն համակարգի ձևավորումն է, և ես չեմ ուզում ուղղակի ստեղ ասել ինչպես դա, որովհետև մենք նախատեսում ենք տարբեր քննարկումներ, այդ թվում նաև այս համահայկական համակարգի կայացման վերաբերյալ շուրջ, որովհետև աշխարհի տարբեր մասերում մեր թողած պատմամշակութային ժառանգությունը, մեր գլոբալ ներկայացվածությունն ու հայության վաստակած հեղինակությունը մենք չկարողացանք մինչ օրս վերածել իրական հայկական ուժի, և մենք որպես համահայկական հասարակական դաշինք այս հայտը ներկայացնում ենք։ Ձեր թանկ ժամանակը խնայելու չեմ կենտրոնանա ուրեմն, և մենակ ասեմ, որ այս մեկնարկից հետո մենք նախատեսում ենք տարբեր լսումներ և քննարկումներ Հայաստանի նոր սահմանադրության, Հայաստանի ընտրական գործընթացների, ազգային տնտեսության, արտաքին քաղաքականության հայեցակարգի, համապարփակ անվտանգության համակարգերի և այլ լսումներ, որոնք որ մեզ անհրաժեշտություն կտան և դրա արդյունքում մենք կունենանք համահայկական մտքի արդյունք, արգասիկ, մեր ձևավորվելիք ապագա գալիք Հայաստանի այն տեսիլը, որը մենք միասնաբար իրար հետ միասին մեր մտքով, մեր հոգով, մեր կարողություններով կկերտենք։ Անկնկալում եմ շատ, որ մենք միասնաբար պետք է արդյունավետ աշխատենք հայոց պետականության և հայության համար։ Շնորհակալ եմ, որ ստեղ եք, որ միասին ենք այս ճակատագրական պահին։ Ուրեմն միասնաբար ի գործ։ Շնորհակալություն։